Երևս պաշտամունքային ժամանակաշրջան է և կային տարբեր տոտեմներ, այսպես ասած, թռչունների, ինչ-որ կենդանիների, սա խոյի պաշտամունքի բառ է, որտեղ խոյը դա մեր հայերի համար առնականության, տղամարդու առնական տեսակի մի խորհրդանիշ է եղել և խոյի այդ մենամարտը, պայքարը ուժեղին բացահայտելու, տղամարդ կերտելու և ցեղը ուժեղագույնով շարունակելու դա այդ նշանակությունը։ Ընդհանուր բառերի մեջ դա խոյի մենամարտի և խոյերի մենամարտի տեսարանն է, որտեղ խոյերը իրարից բաժանվում են, հեռանում գալիս առաջ հարվածում։ Ընդհանուր ռազմապարերը, գիտեք, շատ տարբեր տեսակի ռազմապարեր կան ռազմապարեր, որտեղ ոչ միայն պարում են մի շարքով, պարել են տարբեր շարքով, ինչ-որ ռազմական տեսարան, հաթերական ինչ-որ տեսարան ներկայացնելու համար։ Պարել են նաև ոչ միայն այդ նպատակով, պարել են ոգել են մարտական ոգին բարձրացնելու համար, թե պատերազմից առաջ, թե նաև հաղթանակ տոնելուց հետո, որպես այդ հաղթանակի խորհրդանիշ պարել են նման ռազմապարեր։ Հիմա թերևս նման այդ ավանդույթները չի պահպանվել, բայց ընդհանուր ռազմական պարերի բնույթով ռազմական պարերը դա են նշանակել։ Գիտեմ։ Կան հարցեր։ Ասացիք, որ